Գազը անջատված էր, տրանսպորտը չի աշխատում, տաքսիով են գնում գործի գնում։ Ինչքան գումար եք ծախսում։ Դե 800 դրամ գալուց, տաքսում փող է տալիս։ Գազն է 3 միացրեցին արդեն։ Գազի լույսի շատ վատ վիճակ էր, աղջի ջան, ոչ կարողանում ենք մի բան եթենք ուտենք, ոչ կարողանում ենք, ասենք նորմալ նստենք, աշխատ ջուրն էլ էր, նախ ջուրն էլ էր անջատվում, գազը անջատված ու անջատված էր, մի ասուր չենք կարողանում եթենք խմենք, երեխուն պիտի տան տրանսպորտն էլ ընդհանրապես, երեխուն տանում ենք պարապմունքի բերում ենք, ես կապ չունի որ խանութ է, բայց ասենք ամեն ինչն էլ իրա չափ ունի, օրը 2000 դրամ տվել եմ, որը հարսս երեխուն տարել է, պարապմունքի բերել է։ Տրանսպորտը ահավոր վիճակ, գազը ահավոր վիճակ, այս շոքին, մարդիկ տիլողանան, ինչ-որ մի բան անեն, բայց ոչ գազ կա, ոչ ջուր կա, ոչ տրանսպորտ կա, այսի բան չէ, որ արվում է։ Ուղղակի չգիտեմ ինչ է, ինչ չի, բայց Սարիքաղին լրիվ անտեսում է։ Երեկվանից են այդ տրանսպորտը մտցրել, որ պիտի գնա 70 դպրոցով, Դավիթ Բեկով դուրս գա, դեպի կայարանով հասնի գում։ Մի ժամ տևում Փորձել եք վերջին օրին քաղաք իջնել։ Չէ, ես իջնեմ չեմ, ինչ իջնեմ քաղաք։ Մեքենայով պետք է որ իջնենք քնենք։ Ուրա։ Տրանսպորտ չկա, բան չկա։ Հիմա ուզում ենք իջնենք քաղաք տրանսպորտը, որ պետք է երկար վրա գաճի գործարանով։ Դրա համար չենք իջնում։ Բանկ պետք է թանջենք այդում, լոմբարդ պետք է թանջենք այդում։ Ուզում ենք որ մեր ճամփեն բացի։ Տաքսիներով են այդ հասնում, տաքսիները կյասար են իշնում,